Չինական հրաշքը վարդագույնի և սպիտակի երանգներով։ Այս օրերին այցելուների հոսքը չի դադարում դեպի Չինաստանի հարավ-արևմտյան Գուйջոու շրջանի սալորենիների այգի։ Տասնյակ հազարավոր սալորենիներ փարթամ ծաղկել են, և գարնան ընդառաջ ընդարձակված այգին դարձել է սեզոնի գլխավոր տեսարժան վայրը։ Սա Գուйջոուի ամենամեծ սալորենիների այգին է բազմաթիվ ծաղիկներով, մյուսները հավանաբար դեռ չեն ծաղկել։ Ավելի քան 50,000 սալորենի է ծաղկել Գույանի բլուրների վրա այս փետրվարին։ Այցելուները զբոսնում են այգու ոլորապտույտ արահետներով, լուսանկարվում և հիանում բնության տեսարաններով։ Այգու խնամված արահետներն ու գեղատեսիլ միջավայրն այն դարձրել են իդեալական վայր ընտանիքի և ընկերների հետ զբոսնելու համար։ Միջավայրն անչափ գեղեցիկ է, տարածքը նաև շատ հարմար է լուսանկարվելու համար։ Կարող եք ձեզ հետ բերել ձեր ընտանիքին ու ընկերներին։ Այստեղի սալորենու ծաղիկները գեղեցիկ են, արահետները հարթ, տեսարանը հիասքանչ, օդը մաքուր։ Հաջորդ անգամ նորից կբերեմ իմ ընտանիքին ու ընկերներին։ Գուйջոուի սալորենիների այգին Չինաստանում ամենախոշորներից է ոչ միայն տարածքով, այլև ծառերի տեսականիների բազմազանությամբ։ Տարածքի ընդլայնումից հետո այգու ընդհանուր մակերեսը հասել է 120 հեկտարի, և այժմ այն ներառում է ծառերի ավելի քան 270 տեսակ։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոնի համար։